Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր փաստաբան Հովհաննես Խուդոյանն է։ Բարև ձեզ, պարոն Խուդոյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Խուդոյան, օրերս դատարանը Բագրատ Սրբազանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգեց։ Ձեր գնահատմամբ ինչու է Սրբազանի նկատմամբ շարունակաբար նման խիստ խափանման միջոց կիրառվում, քանի որ եթե չեմ սխալվում, ներկայումս այս գործի շրջանակներում միայն Բագրատ Սրբազանն է եւ Վահագն Չախալյանը, որոնց նկատմամբ կալանք է կիրառվել, մյուսները կամ տնային կալանքի տակ են կամ չհեռանալու ստորագրությամբ ազատ են արձակվել։ Ի սկզբանե, երբ որ առաջին անգամ ձերբակալվեց եւ կալանավորվեց, հասկանալի էր, որ քաղաքական հակառակորդի մեկուսացնելու, քաղաքական քննադատությունը լրացնելու փորձեր, բայց հետագայում մենք հասկացանք, որ սա երկրորդ օրակարգն էլ ուներ, որն էր եկեղեցու նկատմամբ ճնշումները հեշտացնելը։ Որտեղ մենք տեսանք, որ 2 օր անց նաեւ Միքայել Աջափահյանը կալանավորվեց, դրանից հետո Մկրտիչ Պռոշյանը կալանավորվեց, Արշակ Սրբազանը կալանավորվեցին եւ բոլորս անձանց ակտիվ դերակատարությունը եկեղեցական ներքին կյանքում ակնհայտ էր եւ նրանց մեկուսացումով նաեւ հնարավորություն ստեղծվեց հաջորդ պառակտող գործողությունները եւ ապօրինի միջամտությունները եկեղեցու նկատմամբ իրականացնել։ Այս մարդիկ նաև հակաեկեղեցական արշավին էին փաստացի խոչընդոտում, դրա համար այո, որտեղ ունենալով հեղինակություն եւ հասարակության մեջ եւ մասնավորապես հոգեվորականների միջավայրում, բնականաբար իրենց ծանրակշիռ խոսքը կարող էին ասել։ Դուք բարբերաբար շփումներ եք ունենում Բագրատ Սրբազանի հետ, այս մասով կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, ինչպես է նա իրեն զգում այսքան ամիս կալանքի տակ գտնվելուց հետո եւ առհասարակ ինչպես է այս գործի հանդեպ տրամադրված։ Հավատում է, որ կարդարացվի, թե գործող իշխանությունների օրոք գործող դատական համակարգի պայմաններում Սրբազան հայրը նման ակնկալիքներ չունի։ Ընթացիկ դատավարական որոշումները մեր համար կանխատեսելի են, այսինքն դրանց անարդար բնույթը հասկանալի է եւ կանխատեսելի է, դրա համար որևէ պահի նույնիսկ դրամատուրգիան անկում չի լինում այդպիսի դատական ակտերի հանդիպելիս, ինչ վերաբերում արդարությանը, բնականաբար այդ արդարությանը սպասում ենք, արդյոք դա կլինի այս իշխանությունների օրոք, թե ոչ, չեն կարող միանշանակ ասել։ Իսկ ունեք ողջամտորեն ակնկալիքն այն է, որ այս իշխանությունների օրոք որևէ արդար ողջամիտ եւ մարդկային բան չեն կարող հանդիպել, հետեւաբար այո, պետք է ակնկալիք ունենանք այս իշխանությունների հեռացումից հետո։ Իսկ դատավարական process-ին եթե անդրադառնանք, Բագրատ Սրբազանի մասով կարծես թե ապացուցվեց այն հանգամանքը, որ նրան վերագրվող ձայնագրությունը մոնտաժված է եւ այսպես գործ ունենք, դուք էլ ձեր խոսքում նշեցիք քաղաքական հետապնդման հետ։ Այս ամենի համատեքստում ինչպես է հաջողում Սրբազանի կալանքը ամեն անգամ երկարաձգել եւ հիմնավորել այդ իրողությունը դատարանում։ Այդ որոշումները մեկը մյուսից չեն տարբերվում նաեւ այն որոշումներից, որոնցով մյուս անձինք ազատ են արձակվել, այսինքն բովանդակությունը շարադրանքը նույնն է, եզրափակիչ մասում տարբեր եզրահանգումներ են արվում, տեղի իրավաբանություն չկա, որպեսզի դրա մասին խոսենք, բայց պատկերացնում ենք, որ այո, գործը եղել է կեղծիքների հիման վրա, բացահայտվել է շատ շուտ, որ այդ կեղծիքները կան եւ հետագայում էլ տեսել ենք եւ այդ կեղծիքների առանձին դրսեւորումներ է գործում եւ հետագայում ավելի ինտենսիվ կեղծիքներ Արշակ Սրբազանի գործում, որը նաեւ փորձագետների եզրակացությամբ վերահաստատվեց, արդեն մենք հասկանում ենք, որ իրավապահ եւ դատական համակարգը կանգ չեն առնելու նույնիսկ ցածր շեմի բարոյական տեսանյութահարստական բանականության կարող են ամեն ինչ կեղծել ցանկացած անձի վերաբերյալ եւ բացահայտվելուց հետո էլ ձևացնել, թե ոչինչ չի կատարվել։ Իսկ ինչ է կարծում դատական համակարգը, այս պաշտոնյաները գիտակցում են այս ամեն ինչը, թե պարզապես սա պատվեր է, որը քաղաքական մակարդակով նրանց տրված է եւ վերջինս էլ պատվերը բնականաբար պատվեր է եւ իրենք էլ գիտակցում են, ինչի տակ են ստորագրում, հույս ունեն, որ պատասխանատվություն վրա չի հասնի, այդպիսի հավանականություն առկա է, որ իրենք խուսափեն պատասխանատվությունից, բայց ցավոք սրտի դա հավասար է Հայաստանի Հանրապետության վերացմանը։ Որտեղ Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման պարագայում հիմա կլինի թե հեռավոր ապագայում, իրենք միևնույնն է իրենց արարքների համար պատասխան պետք է ցանկացած իշխանության դեպքում սա տեղի ունենա։ Կարող ենք փաստել։ Եթե նման իշխանությունը գալու է եւ հետեւելու է ազգային արժեքներին, բարոյական նկարագրին, իրավական պետություն կառուցելու տեսլականին, եթե ոչ մի բան չի փոխվելու, քաղաքական կամք չի փոխվելու, այո, ոնց է կարող է մի քիչ ավելի երկար տևի, բայց ցանկացած նոր իշխանություն, որը կշարունակի այս իշխանության գործիքներով շարունակելը, աշխատելը,
այդ իշխանությանն դեմ պետք է նույնպես պայքարել նույն ինտենսիվությամբ, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Հանրապետությունում կայացնել իրավական պետությունը։ Պարոն Խուդոյան, իսկ նույն սրբազանների մասով մենք տեսանք, որ Միքայել Սրբազանի կալանքը փոխվեց տնային կալանքի, այնտեղ Մկրտիչ Սրբազանին է եւս տնային կալանքի, եւ այս պահին կալանքի տակ մնացել է միայն Բագրատ Սրբազանը եւ Արշակ Սրբազանը։ Ինչով է պայմանավորվում, որ հենց այս երկու սրբազանների դեպքում առավել խիստ խափանման միջոց է, որտեղ մյուս երկուսն էլ հատկապես Միքայել Աչապահյանը կրկին եկեղեցականների շրջանում մեծ հեղինակություն վայելող մարդ է եւ նույն վտանգները նրանից կարող է լինել այս մասով։ Տպավորությունն է շատ հաճախ ստեղծվում, որ տնային կալանքը ավելի մեղմ միջոց է, բայց պետք է ընդունենք, որ նույն ազատազրկումն է մի քիչ ավելի գուցե լայն սենյակներում, չարյաց փոքրագույն, այսպես ասած, սեփական բնակարանում կամ ավելի հարմար միջավայրում, բայց եթե տեսնում ենք սահմանափակումները երբեմն ավելի խիստ են, քան կալանքի տակ։ Հիմա եթե նայենք Միքայել Աչապահյանը չի կարող լրատվամիջոցների հետ շփվել, մեկնաբանություններ տալ, Բագրատ Սրբազանը կալանքի տակ կարող է։ Եվ Բագրատ Սրբազանի դիրքորոշումն էլ այնպեսին էր, որ եթե հանկարծ կարող այնպես ստացվի, որ իր նկատմամբ այլ խափանման միջոց կիրառի, բայց ինքը այդ ազատություններից զերկված լինի, ապա ինքը նման խափանման միջոց չի ցանկանում։ Նախընտրում է բանտային պայմաններում մնալ, քան խոսքի ազատությունից զրկվել կամ կվերադարձվի իրան լիարժեք իր ազատությունը։ Եվ այնուամենայնիվ, եթե Հայաստանում այս գործի շրջանակներում արդարության չհասնեք, իսկ իշխանափոխություն էլ տեղի չունենա ընտրական գործընթացի կամ տեսանելի ապագայում որևէ գործողությունների արդյունքում, եւ Նիկոլ Փաշինյանը ռոք սա չենք կարող բացառել, մտադիր եք մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել եւ այստեղ ինչ ակնկալիքներ դրանք պրոցեսներ են, որ ամեն դեպքում ցանկացած գործով կատարվում են, այս դեպքում էլ դիմելու ենք, բնականաբար բոլորին հայտնի է, որ եվրոպական դատարանում գործերի քննությունը տարիներ է տևում, 5, 10, 15 տարի կարող է տևել, այդ առումով արագ լուծումներ միջազգայնացիաներից չենք սպասում, բայց ես տեսնում եմ, որ նաև մեր դատարաններում ապացույցների հետազոտման փուլում չափազանց ակնառու է լինելու այս գործի դատարկությունը։ Այլ խնդիրը, որ մեր դատական համակարգը հետո վերջնականապես զրկվում է իմունիտետից ու ողնաշարից, կարող են ցանկացած որոշում կայացնել, բայց ինչ մենք անվանում ենք հանրային դատարան, հանրության աչքի առաջ երևալու է, որ այս մեղադրանքներն ապօրինի են եւ անցած անհիմն են հետապնդում։ Նաև հենց այս ամենի արդյունքում Սրբազանի գործով մյուսներին կամ ազատ արձակեցին կամ տնային կալանքի տեղափոխեցին, այս ապացույցների պակասն է հիմնական գործոնը։ Դե եթե հակառակ կողմից նայենք, եթե ընդունենք այն մեղադրանքը, որը առաջադրված է, ստացվում է, որ 18 անձին Հայաստանի Հանրապետությունում պլանավորել են ահաբեկչություն, մինչդեռ արդեն զարմանալի հարց կարող առաջանալ, այդ ինչպես պատահեց, որ ահաբեկիչները ազատ են արձակվում։ Դատական համակարգում էլ իրավապահ մարմիններում էլ այդ ընկալումը կա, որ այս անձինք ահաբեկչության հետ ոչ մի առնչություն չունեն եւ այն, որ այս բանը իրենց ազատ են արձակում, այո, կարող ենք արձանագրել պես փոքր հաղթանակներ, բայց իրականում օրինակ տնային կալանքի տակ հայտնվում մարդ կալանքից ու նկատմամբ որևէ միջամտություն պիտի չլիներ։ Այսինքն սա նույնիսկ չարյաց փոքրագույնն էլ չէ, սա մարդուն էլի վնասում են, բայց ամենաինտենսիվ ձևով չեն վնասում։ Եվ ազատության մեջ գտնվողները ազատության մեջ գտնվողներն էլ էլի սահմանափակումներ ունեն, երեկոյան ժամերին չեն կարող ազատ տեղաշարժվել կամ մեջտական էլեկտրոնային հսկողության սարքերի տակ են։ Ընդ որում այդ այլընտրանքային խափանման միջոցների պայմաններից մեկն էլ սահմանվում է մարդաշատ վայրեր չհաճախելը։ Սա ինչով է պայմանավորված։ Դեռևս դատարանը չի պարզաբանել, թե ինչ է նկատի ունենում մարդաշատ վայր ասելով, որովհետև առավոտյան ժամերին ավտոբուսն է մարդաշատ վայր, մետրոյի կայանն է մարդաշատ վայր։ Այո, բայց տրամաբանությունը իհարկե հասկանալի է, չմասնակցել քաղաքական բնույթի միջոցառումների։ Այո։ Պարոն Խուդոյան, Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը անվիճելի իրողություն է, նրանց թվում անխոս կալանավորված սրբազաններին ու հոգևորականներին ենք դասում, այս փաստը անգամ մեր իշխանական գործիչներն են փաստերի ճնշման ներքո ստիպված ընդունել, բայց օրինակ ՀԽԽՎ-ի վերջին բանաձևում այս արձանագրումը տեղ չէր գտել, իշխանությունն էլ հենց այս իրողությանը հղում անելով պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ այս իրողությունը ՀԽԽՎ-ն էլ է անգամ արձանագրել։ Ձեր գնահատմամբ ինչու այս ամեն ինչը զեկույցում չի արձանագրվել եւ չի ստացվում, որ մուտքը սրանով փաստացի Նիկոլ Փաշինյանին եւ իշխանություններին նոր ռեպրեսիաների գնալու քարտ բլանշ է տալիս։ Խնդիրը ինչն է, որ երբ որ միջազգային անձանները կամ կառույցները իրավապաշտպան կառույցները արձանագրում են այս կամ այն չափով մարդու իրավունքների խախտում, դրան չեն անդրադառնում, երբ որ ինչ որ հանգամանք իրենց սրտով ալենում, փորձում են դիրաժավորել։
Խնդիրն այն չէ, որ ԵԽՎ-ն օրինակ հերքել է արկայությունը, պարզապես չի անդրադարձել։ Չի անդրադարձել ինչու գուցե քաղաքական նպատակարարությունից, որտեղ այսօրվա իշխանությունների հետ որոշակի ընդհանուր քաղաքական շահեր ունեն։ Բայց դրանից իրողությունը չի փոխվում, նույն ԵԽՎ-ի սահմանած 1900 բանաձևի կանոնների շրջանակում ցանկացած գործ, եթե մենք նստենք կես ժամ իրար հետ քննարկենք եւ համադրենք այլ գործերի հետ, կհասկանանք, որ անձ այս կամ այն կերպ քաղաքական հետապնդման է ենթարկում։ Շատ խիստ ձևով մանիպուլացնում են հենց քաղաքական բանտարկյալի կամ քաղաքական հետապնդվողի կարգավիճակը։ Ընդհուպ դա անում են նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով, երբ որ ասում են, որ անձը քաղաքական հետապնդման ենթարկելու համար պետք է զբաղված լինի քաղաքական գործունեությամբ կամ ինքը պետք է որևէ պաշտոնի հավակնի կամ քաղաքական մրցավազքի մեջ լինի, մինչդեռ քաղաքական հետապնդման կարող է ենթարկվել ցանկացած անձ, ում նկատմամբ հետապնդումը կարող է քաղաքական շահից բխել։ Օրինակ, երբ որ մի պապիկ դժգոհ լինելով վարչապետի գործունեությունից խնձոր անետում նրա ուղղությամբ եւ միանգամից կալանավորում են, այդ արարքը հնարարքը չի, որի համար անձը պետք է կալանավորվի կամ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարացվի, սա նույնպես քաղաքական հետապնդում է, որտեղ այս անձին պատժելով հանրությանը փորձում են ցույց տալ, որ որևիցե անհամաձայնություն, որևիցե դժգոհություն լրացվելու է իրավական կոշտ գործիքներով։ Իսկ եթե ամփոփենք ընդհանուր որ մարդկանց եւ ինչ բաղադրիչների արկայության դեպքում մենք կարող ենք տվյալ մարդուն քաղբանտարկյալ համարել։ Նույնիսկ եթե անձը իրականում բոլորի աչքի առաջ կատարած լինի հանցագործություն, բայց իր նկատմամբ վերաբերմունքը տարբերվող խիստ լինի այլ անձանց նկատմամբ համեմատության մեջ եւ այդ տարբերությունը պայմանավորված լինի քաղաքական շարժառիթով, այդ անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Պայմանական է երկու անձ կատարում են, ասենք, բռնությամբ զուգորդված արարք, ինչ որ մեկին դանակահարում են։ Հիմա եթե այս մի անձը իշխանական, ասենք, հայացքներ ունի, մյուս անդիմադիր հայացքներ ունի, իրեն տնային կալանքի են ուղարկում, մյուսին կալանավորում են։ Այս տարբերակված մոտեցում, եթե ուրիշ այլ վաճառաբանություն չունի, տեսնում ենք, որ այստեղ խտրական վերաբերմունք կա քաղաքական գործունեության բանով։ Մենք կարող ենք նաև տեսնել ոչ միայն մեղադրյալների մասով, նաև տուժողների մասով։ Օրինակ, երբ որ անդիմադիրի գործին ծեծում են, գործը ընթացք չի ստանում, տարիներով քննում է, որը մեկը 1 ժամ էլ ձերբակալված չի լինում, երբ որ օրինակ իշխանական գործի նկատմամբ էլ բռնություն էլ չեմ ասում։ Օրինակ վարչապետի նկատմամբ բռնության կոչ, որ բազմաթիվ նման դեպքերում մարդկանց հետապնդում են, վերջերս էլ իմացանք Գյումրիում մի կին են կալանավորել, տնային կալանքի ուղարկել։ Մի դեպքում դա սոցցանցային բռնության կոչն է, որը իրենից լուրջ բան չի պարունակում, նույնիսկ եթե դա բռնության կոչ է, չխորանանք իրավական ձևակերպումների մեջ։ Մյուս բaragայում ռեալ բռնություն, որը կյանքին կարող է սպառնալիք պարունակել, մի դեպքում անձը կալանավորում է, մյուս դեպքում ոչինչ չի լինում եւ այստեղ էլ տեսնում ենք դժողների նկատմամբ խտրական վերաբերմունք, սա նույնպես քաղաքական հետապնդման դրսևորում է։ Բանը եթե իրենց աջակիցները կամ համակիրներն են ընդդիմադիրների նկատմամբ անում, սա էլ գրեթե ոչ միշտ եւ համեմատություն վերցնենք, օրինակ այսօր դատական նիստում հետաձգվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի կառավարության դիմաց զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվում արցախցի երիտասարդներ։ Ինչա դեղի ունեցել, փոխադարձաբար անձին եւ ոստիկանները իրար վրա նետել են տարբեր առարկաներ, պլաստիկ շշեր եւ այլն։ Այս անձինք հետապնդվում են զանգվածային անկարգությունների համար, հիմնականում ոստիկանների ցուցմունքով։ Ոստիկանները, որոնք հստակ տեսանյութի մեջ երևում է, որ իրանք իրենց կողմից սադրում են, հարվածում են անձանց պլաստիկ շշերով, նույնիսկ ծառայական քննություն չի նշանակվել։ Այս տարանջատված մոտեցումը եւ իրավապահներին պաշտպանելու բազմաթիվ խոշտանգման դեպքեր ունենք, որ ռեալ բան չի եղել, միայն այս վերջի դեպքում կարծես թե ինչ որ ընթացք ունեցավ, ազատեցին աշխատանքից, բայց վստահել չեմ, նույնիսկ ձերբակալումից հետո կալանավորվեց այդ անձը, թե ոչ տնային կալանք կարծեմ տվեցի։ Խոշտանգումներ, բռնություններ, սա հովանավորվում է իշխանությունների կողմից, ընդդիմադիր գործիչների շատ ավելի մեղմ արարքները արժանանում են ամենախիստ գնահատականին։ Եվ դուք ձեր խոսքում նշեցիք, որ ԵԽՎ բանաձևը փաստացի չի հերքել քաղբանտարկյալների արկայությունը պարզապես չի անդրադարձել։ Չի անդրադարձել, այո, որտեղ որոշակի նպատակարարություն կարող ունենալ, մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ հատկապես եվրոպական երկրներից կա ուղիղ միջամտություն հայաստանյան ներքաղաքական կյանքին, աջակցություն գործող իշխանությունների ընտրական process-ներում, շատ հստակ հայտարարություն, որ այդ աջակցությունը տեղի ունենալով ֆինանսավորում եւ այլն, ակնհայտ է, որ որոշակի քաղաքական շահեր կան, իրականում
չեմ կարող նաև քննադատել, այդ երկրները ունեն իրենց շահերը, որը կարող է զուգահեռվել մեր շահերի հետ կամ հակասել Հայաստանի Հանրապետության շահերին։ Մի կողմ դնենք, թե որն է Հայաստանի Հանրապետության համար ավելի լավ, բայց մենք տեսնում ենք, որ ընդհանուր քաղաքական շահը առկա է եւ այդ պարագայում խիստ դրամաբանական է նրանց լռությունը գոնե այս ժամանակահատվածում։ Իսկ եթե այս ամեն ինչը մենք փոխկապակցենք ընտրական process-ների հետ եւ ենթադրենք գործող իշխանությունը վերարտադրվի ընտրությունների արդյունքում, սա իրենց համար լեգիտիմության մասով խնդիրներ կարող է ստեղծել հետագայում։ Այստեղ մի հատ ցավալի իրողություն կա, որ իրավապաշտպանների առաջ միշտ որոշակի երկընտրանք է ստեղծում, երբ որ դու բարձրաձայնում ես խախտումների մասին, բնականաբար շատ հաճախ դա նաև ներկայացնում ես միջազգային գործընկերներին, նաև արտաքին աշխարհին։ Հիմա տարբերակ մեկ պետք է լռես դրա մասին, տարբերակ երկուս դու նաև որոշակի ճնշման գործիք ես տալիս, որովհետև միշտ այդ մուրճը կախված ալինում իշխանությունների գլխին, իրենք տեղյակ են, որ այստեղ բազմաթիվ խախտումներ են կատարվում, եւ դա նույնպես կարող է օգտագործվել քաղաքական որոշակի ճնշումներ գործադրելու համար։ Դրա այլ ընտրանքը ընդհանրապես լռելն է խախտումների մասին, որն էլ իր երթին ավելի արագացնում երկրում բռնադիրական կարգերի հաստատումը, դրա համար միևնույն է ճիշտ է նպաստել իսկ բնականաբար իրավապաշտպանները միշտ պետք է արձագանքեն, բայց դրանից օգտվողներ նաև լինելու են հակառակ առումով։ Պարոն Խուդոյան, վերջերս քրեական գործ հարուցվեց ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին իր պաշտոնում չվերականգնելու համար, ավելի ուշ էլ դատարանը պարտավորեցրեց Ստեփան Ասատրյանին եւ Արամայիս Թախմազյանին, նախկին Տեր Արամին եւ Տեր Թադեին իրենց պաշտոններում վերականգնել մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը։ Եթե այս որոշումների բարոյական կողմը մի կողմ դնենք, իրավական տեսանկյունից անդրադառնանք, դատարանը որքանով իրավունք ունի նման որոշումներ կայացնելու, քանի որ մենք գիտենք, պետությունը եկեղեցուց անջատ է գործում ըստ սահմանադրության, սա նաև մայր օրենքով է երաշխավորում եւ նման նախադեպեր կարծես թե մեր երրորդ հանրապետության պատմության մեջ ինձ չհաջողվեց գտնել։ Լինում են դեպքեր, երբ որ դատավորները բախվում են նոր իրավիճակի հետ եւ ստիպված են առաջին գնահատականը իրենք տալ։ Եվ տարբերակված է ինչ-որ մոտեցում ցույց տալ, նոր ինչ-որ խոսք ասել իրավաբանության մեջ։ Սա այդ դեպքերից չի, ինչի, որովհետև եվրոպական դատանը շատ հստակ նախադեպային պրակտիկա ունի կրոնական կազմակերպությունների ներքին կյանքի միջամտությունը արգելելու վերաբերյալ։ Եվ դա շատ հասանելի է մեր իրավապահ համակարգին, դատական համակարգին եւ նաեւ շատ ուղիղ ձևով ներկայացվել է եւ հրապարակային խոսքերի ընթացքում եւ այդ դատական գործերի քննության ընթացքում։ Հետևաբար դատավորները սպառագամ չեն ցանկացել առաջնորդվել իրավունքի շահով, այլ ունեն այդ նույն պատվերի կամ սեփական նախաձեռնողականությամբ կամ ուղիղ իջած պատվերի առումով եկեղեցուն վնասելու միտում ունեն։ Որովհետև եվրոպական դատան այդ նախադեպերը շատ հստակ սահմանում են, որ չի թույլատրվում միջամտել պետության այն հարցերում, որը վերաբերվում է այս կամ այն կարգավիճակին, անձի նշանակվելուն կամ ազատվելուն։ Որևէ տեսակի ծիսական, կրոնական, կազմակերպչական հարցերին միջամտելու։ Եղել են դեպքեր, երբ որ օրինակ նույն կարգալույց կամ հեռացված անձինք իրենք են դատարաններ դիմել եկեղեցու դեմ, կրոնական կազմակերպության դեմ, դատարանները չեն քննել այդ գործերը, անձինք բողոքելով գնացել են հասել են եվրոպական դատարան, թե ինչի ներպետական դատարանները մեզ չեն օգնում, եւ եվրոպական դատարանը արձանագրել է, որ ճիշտ են վարվել պետության ներպետական դատարանները, որ չեն ցանկացել միջամտել կրոնական կազմակերպության, այո, որովհետեւ դա իրավահարաբերությունների տիրույթում չի, դա հենց կրոնական կազմակերպության ներքին կազմակերպչական հարցերի եւ հոգեվոր հարցերի տիրույթում է։ Եվ եթե վեհապարի նկատմամբ հարուցված գործին անդրադառնանք, որպես փաստաբան ինչ է կանգնկալում, այս գործը ինչ ընթացք պետք է ունենա եւ հնարավոր համարում եք, որ օրերից մի օր նաեւ վեհապարի նկատմամբ կալանքի որոշում կայացվի, ինչը սրբազանների դեպքում մենք տեսանք։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ անձի մոտ այս պահին մնացել է բարոյական կամ ինչ-որ գաղափարական որևէ սահման, որը մեր իրավապահ մարմիններում չեն կարող հատել։ Արդեն իսկ ցույց են տվել, որ ամեն ինչի պատրաստ են, բայց եւ պատկերացնում եմ, որ շատ ավելի շատ խնդիրներ են իրենց գլխին բերելու, եթե փորձեն կաթողիկոսին կալանավորել, քան այս վիճակում ինչ-որ փոքր գործիքակազմերով փորձել խանգարել։ Ակնհայտ է, որ այս վարույթը հարուցվեց եւ սահմանափակումները կիրառվեցին, որպեսզի խոչընդոտվի եպիսկոպոսաճողովի պատշաճ կազմակերպումը եւ վեհապարի մասնակցությունը, բայց միևնույն ժամանակ իմ համար անհասկանալի էր, թե այդ իրադարձությունը ինչի էր տենց շատ ուշադրություն պահանջում, որտեվ այդ ժողովը միևնույնն կայացվեց, ասենք եթե օրինակ դրա արդյունքում կարող էր որոշվել բոլոր
հակառակ դուրս եկած հոգեվորականները պետք է կարգալույց արվեին, կաթողիկոսը այդպիսի իրավասություն ունի առանց որևէ ժողով հրավիրելու, որոշում ամեն դեպքում կարող էր կայացնել։ Ինչ որ հայտարարության դիմաց առնելու, այդ հայտարարությունը միևնույնն է հրապարակվեց, որևէ հարց քննարկելու հերավար կարգով որևէ սահմանափակում էլ չկա։ Հետևաբար սա ավելի շատ շուտ մանր քինախնդրություններ, շեշտադրություններ, որ ասեմ, այնց առանձնապես ուժի ցուցադրություն էլ դա այս բանը չի ընկալվում, որովհետև եկեղեցու դիրքերը կաթողիկոսի դիրքերը ավելի ուժեղ դիրքից են երևում, բայց ասում մանր ինչ որ բաներ, քինախնդրություններ փորձելու ցույց տալ, որ այո, այդ ուժը կա։ Եվ քանի որ նշում եք վեհապարի հնարավոր ձերբակալությունը իրավապահների համար եւ իշխանությունների համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, ինչ խնդիրների մասին նկատի ունեք այստեղ։ Հիմնականում բարոյական տիրույթում վերջանալու հասպարվելու այդ հարցն է, որովհետեւ իրավական նշանակության հարց չեն կարողանալու լուծել, որովհետեւ մեր հոգեվորականներից էլ ասել են, որ եթե վեհապարին ձերբակալեն, նույն կալանավայրը կդառնա վեհարանը, որովհետեւ այն տարածքն է, որտեղ ինքն է գտնվում, որևէ աշխարհիկ միջոց չկա, իրավական միջոց չկա, օրինական կարգով նրան իր զբաղեցրած դիրքից դուրս բերելու։ Այստեղ նպատակը բացառապես առավելագույն ճնշում գործադրելն է, որ պարտադրեն հեռանա վեհապարը։ Իրականում ուրիշ խնդիր էլ կա։ Մենք կարող ենք նայել, որ նպատակը ոչ միայն եկեղեցին հնազանդեցնելն է, այլև բարոյական արժեքային միջավայրը պարտորելը, որը իրականում ստացվում է, որտեղ այս փոխհրաձգության ֆոնին, նաև որոշակի եկեղեցականների ընդդիմանալու ֆոնին մարդկանց մոտ այդ նեգատիվ էմոցիաները ամեն դեպքում առաջանում են։ Հարվածում են եկեղեցուն անկախ ամենից։ Այո, ամեն դեպքում հարվածում են եւ իրականում բայց եկեղեցին էլ նաև հնարավորություն է ստանում այս ճակերտավոր ասեմ կռվի մեջ ավելի հզորանալու, ավելի մաքրվելու եւ մենք տեսանք, որ հիմնականում եկեղեցու դեմ դուրս եկած հոգեվորականները այն անձինք էին, ում պատճառով այսքան ժամանակ հենց տարբեր բամբասանքներ եւ տարբեր նեգատիվ երևույթներ բարձրաձայնվել են եկեղեցու վերաբերյալ։ Այլ հարցեր թե ինչու են միջև այս մարդիկ միջև այժմ պաշտոնավարում ինչու ավելի այո, բայց դա նորից այն տիրույթը չի, որ աշխարհիկ իշխանությունը պետք է մասնակցեր նույնիսկ հիմնավորումների արկայության դեպքում։ Ըստ դեպքում վեհապարի մեծահոգությունը փաստացի իր դեմ է օգտագործվում եւ այս մարդիկ դա օգտագործելով հարվածում են իրեն։ Դե բացի այն, որ ներկայացնում է հոգեվոր իշխանությունը, նաև բոլորից ավելի երկար կենսափորձ ունի գուցե ճիշտ իր դիրքորոշումն է։ Եվ պարոն Խուդոյան, այս process-ները իշխանափոխությունից դուք կարծում եք, որ համապատասխան գնահատականի կարժանանան եւ իրավապահ դատական համակարգի ներկայացուցիչները, ովքեր միջամտում են եկեղեցու ներքին գործերին, շատ հաճախ նաեւ օրենսդրություններ շրջանցելով իրենց համապատասխան իրավական գնահատականը առնվազն կստանան։ Լավատես եք այս առումով։ Ես լավատես եմ, միևնույն ժամանակ գիտեմ, որ դա միակ ճանապարհն է այս շրջապտույտից դուրս գալու համար, որովհետեւ միշտ կարող է գալ նոր իշխանություն վրեժ լուծել ապօրինաբար նախորդներից, դրան գալու է փոխարինի մեկ այլ իշխանություն, որ վրեժով է լցված լինելու, սա կանգնեցնելու միակ ձևը իրավական պետությունը կառուցելուն ուղղված քայլերի ձեռնարկումն է։ Ես տեսնում եմ, որ այո, այն բոլոր իրավապահ մարմինների ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, քննիչներ, դատավորներ, դատախազներ, ոստիկաններ, որոնք ինքնահոժար կարիերայի առաջխաղացման համար, ինչ-որ վախերից դրդված, ինչ-որ քրեական գործերի սպառնալիքներից դրդված կամ ինչ-որ այլ հանգամանքներից դրդված գիտակցաբար կատարել են ապօրինի հրամաններ, նախ պետք է դատվեն, եթե կատարել են հանցագործություններ, ապա պետք է ընդհանրապես հեռացվեն իրավական process-ներին որևէ տեսակի մասնակցությունից։ Մենակ չի կարող այնպես լինել դատավորը պաշտոնից հեռացվի գնա աշխատի փաստաբան։ Այս մարդիկ պետք է իրավականությունից հեռու մնան, որովհետև այս մասնագիտությունը, ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում, ապականվում է այս մարդկանց վարքագծի պատճառով։ Եվ նաև ուզում եմ անդրադառնանք Հայաստանում հանցավորության մակարդակի կտրուկ աճին։ Վերջին շրջանում մենք գրեթե ամեն օր սպանությունների մասին ենք լսում, ընդ որում շատերը հաճախ բնակելի թաղամասերում մարդկանց աչքի առաջ են տեղ ունենում, Աչափնյակի դեպքը այս ամեն ինչի թարմ օրինակն է։ Ձեր գնահատմամբ ինչով է պայմանավորված հանցավորության նման կտրուկ աճը եւ ամենակարևորը ինչ քայլեր պետք է ձեռնարկեն իրավապահները նման դեպքերի կրկնությունները կանխելու համար, որոնք փաստացի չեն անում։ Նախ եւ առաջ պիտի ասեմ, որ 18 թվականից սկսած
ավելի շուտ 20 թվականի տեսքում 18-ից Պատերազմից հետո որոշակի ավելի իներցիան կար, նկատվում է իրավապահ համակարգում ոստիկանությունում պրոֆեսիոնալիզմի եւ մարդկային որակների էական անկում։ Օրինակ նույն օպերատիվ բլոկի աշխատանքում, եթե նախկինում մենք գործ ենք ունենում իրավաբանների հետ կամ ասենք իրավական գիտելիքներ ունեցող անձանց հետ, վերջին շրջանում այդ շփումները նմանվում է, որ հենց այդ փողոցային խուլիգաններն են եկել այդ պաշտոնները զբաղեցնում, դատելով նրանց խոսքից, վարքագծից, անձանց այդ վերաբերմունքից եւ այլն։ Սա իհարկե բոլորին չի կարող վերաբերվել, բայց եթե նախկինում նման դեպքերը բացառությունների կարգով էին, հետագայում ավելի հաճախ է նկատվում։ Նախ եւ առաջ պրոֆեսիոնալիզմի անկումն է, որ ընդհանրապես ինչ որ թղթեր լրացնել կամ ինչ-որ օպերատիվ աշխատանքը, բարեկի աշխատանքը իրականում կարելի ասել ամենահեշտը պետք է լինի այս առումով, բավականին պատասխանատու բարդ աշխատանք հենց օպերատիվ աշխատանքը, որովհետեւ զուտ այդ պահին տեսնել ինչ որ գործողություն կատարել, վարչարություն արձանագրել, դա անցնել առաջ, դա ավելի հեշտ գործ է, բնականաբար որոշակի բարդ իրավիճակներ լինում են, որին պետք է անձը նույնպես պատրաստված լինի։ Բայց ընդհանուր այդ օպերատիվ վիճակը հանցավորության կանխման նախականխման գործառույթներ կատարելու առումով կարծեմ բավականին թուլացել է եւ դա կարող է պատճառ լինել այսպիսի դեպքերի աճին։ Իհարկե դա միակ պատճառը կարող է չլինել, նաեւ մարդկանց վերաբերմունքն էլ նշանակություն ունի։ Ես օրինակ անձնական դիտարկում ունեմ, որ նաեւ որոշակի առումով անկել է իրավախախտման կամ հանցագործության բարոյական ընկալման շեմը, որովհետեւ երբ որ մենք տեսնում ենք, որ գնալով ավելի անբարոյական արարքներ են կատարվում, հասարակ հանցագործությունը, որ նախկինում կարող էր թվալ հասարակության դեմ շատ լուրջ ոտնձգություն, այսօր կարող է ավելի մեղմ թվա։ Օրինակ երբ որ տեսնում ենք, որ մարդիկ, չգիտեմ, կարող են մտնել եկեղեցի գրավել կամ քահանային քաշքշել իր ընտանիքի առաջ, սովորական կենցաղային շրջանում ինչ որ մեկին առողջությանը վնաս պատճառելը կամ նույնիսկ կենցաղային հողի վրա սպանությունը կարող է տենց էլ ծանր չթվա։ Հետևաբար կարևոր նշանակություն ունի ինչպես ներքևի դաշտում աշխատանք տանելը, որպեսզի բացասական երևույթները կախվեն, այլև նշանակությունի ընդհանրապես պետության եւ հասարակության մեջ բարոյական մթնոլորտի ճիշտ ձևավորումը։ Իսկ ոստիկանական ռեսուրսի ոչ արդյունավետ կիրառումը, օրինակ ավելի շատ ընդդիմադիրների, քաղաքական հակառակորդների ուղղությամբ ուղղելը, քան թե բուն հանցագործությունների բացահայտմանը կամ կանխարգելմանը։ Դե դա մենք տեսել ենք, հեռուց չգնանք, ասենք նույն 18 արդարների գործով, Բագրատ Սերբազանի գործով հարյուրավոր ժամերի գաղտնալսումներ եւ օպերատիվ աշխատանք է կատարվել մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ հանցագործություն չէին պլանավորում եւ քաղաքական ակցիաներ էին պլանավորում։ Հիմա եթե դա ռեսուրսը ներդրվեր նույն օպերատիվ վիճակի վերահսկման վրա, բնականաբար ավելի շատ օգուտներ կլիներ։ Մենք տեսնում ենք, որ առանց որևէ անհրաժեշտության ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացում, որովհետեւ ինչ որ մեկը որոշի որ ինչ-որ շոուներ պետք է անի Կիրակի օրերը իբրև թե պատարակներին մասնակցելով, այդքան ոստիկանները նույնիսկ եթե այդ օրը անելու բան չունեին, ապա այդ օրը կարող էին հանգստանալ հաջորդ օրերին իրենց աշխատանքը ավելի եռանդուն արդյունավետ իրականացնելու համար։ Հետևաբար այս իրավապահ համակարգի ոչ նպատակային, ոչ արդյունավետ աշխատանքը իհարկե ազդելու է տարբեր տեսակ իրավախախտումները եւ թույլ տալու եւ դրանց պատժելիության տոկոսը իջեցնելու վրա։ Եվ պարոն Խուդոյան, վերջին օրերին մենք իշխանության ներկայացուցիչներից լսում ենք, որ նրանք ընդդիմությանը ոչ մի դեպքում թույլ չեն տալիս, որ Գյումրու սցենարը կրկնել եւ այդ ճանապարհով գալ իշխանության։ Իհարկե շատերը սա մեկնաբանում են որպես քարոզչական բնույթի հայտարարություն, բայց արդյոք սա իր մեջ հանցագործության մասին հաղորդում նաեւ չի պարունակում, քանի որ փաստացի իշխանությունը շատերը ենթադրում են, որ ակնարկում է, որ եթե անգամ ընդդիմությանը հաջողվի մեծամասնություն ձեռք բերել, նրանք որևէ դեպքում թույլ չեն տալու դա տեղի ունենա եւ խոչընդոտելու են քաղաքացիների կամ արտահայտության իրականացմանը։ Իրականում զավեշտալի հայտարարություններ են, որտեղ ասենք ասում են Գյումրի երկուսա լինելու, դատվախեցած եւ ինչ, ասենք որևէ հանցագործություն տեղի չի ունեցել փաստացի։ Ինչ որ մեկը հերքում է, որ ժողովուրդը գնացել է եւ իշխանադիմության այնքան ձայն ատվել, որ հնարավոր է եղել իշխանափոխություն իրականացնել։ Այսինքն ամեն դեպքում դա ժողովրդի կամահայտնությունն է։ Ես գիտեմ, որ ընտրախախտումներ Գյումրիում տեղի են ունեցել եւ առավելապես տեղի են ունեցել հենց իշխանության արող անձանց շրջանակներում վարչական ռեսուրսի օգտագործում,
համայնքապետի պաշտոնակատերի ժամկետի երկարացում, որպեսզի այդ ընթացքում ինքը հասցնի որոշակի ազդեցություն ձեռք բերել համայնքի բնակիչների նկատմամբ, բայց անգամ այդ պայմաններում ժողովուրդը գնացել ընտրություն է կատարել։ Հիմա ինչ է նշանակում, եթե ժողովուրդը ընտրի թույլ չեն տալու, որպեսզի ընտրված ուժերը գան իշխանության, տարբեր ձևակերպումներ հետագայում ստացա, որ չեն նկատի ունենք, որ անելու ենք այնպես պայքարելու ենք, որպեսզի քվե չստանան, այդ դեպքում անիմաստ է դառնում այդ խոսակցությունը։ Ցանկացած ընտրություն բնականաբար պայքարանера շրջորդ ունենա շատ ձայն, հակառակորդներ ունենան քիչ ձայն, բայց անվանել դա Գյումրի երկու սցենարիով դա ներկայացնել որպես ինչ-որ զարհուրելի բան, Գյումրին ժողովրդավարության դրսևորումներից մեկն է, որին այդքան շատ բան են անում, ի հակառակ իրենց նախորդող եւ հաջորդող գործողություններին ամեն կերպ այդ իշխանությունների այդ ընտրությունների արդյունքները վերանայելու։ Կամ նույն բանը իրենք օրինակ Երևանում են արել, եթե այնտեղ իրենց կարելի է ընդդիմությանը չի կարելի։ Իրականում նույն բանը չի, որտեղ Երևանում այդ մանդատագողություն տեղի ունեցավ։ Նույնիսկ չասեմ այդ մանդատագողությունը ամեն դեպքում ընտրություններին մասնակցող անձինք ընդդիմություն ներկայացող ուժերին տվել են ավելի շատ ձայն։ Այլ հարցը, որ այդ ուժերից որոշները խաբել են հասարակությանը եւ անցել են իշխանության կողմը։ Սա միևնույնն է չի արտահայտում երևանցիների կամքը եւ անդիմությունը հաղթել է Երևանում։ Նույնը կարող ենք ասել հենց Վաղարշապատում։ Եթե նայենք հենց Էջմիածին քաղաքի ներսում ընտրությունների արդյունքներին ուրիշ էին, բայց տարբեր համայնքներ իրար կպցնելու ինչ որ աճբարությունների արդյունքում հնարավոր դարձավ հենց անհամալ պայմաններ ստեղծել եւ որոշակի առավելություն ստանալ։ Եվ էլի նայում ենք հենց Էջմիածինցիների արտահայտած քաղաքական կամքին ընտրությունների արդյունքները այլ պետք է լինեին։ Շնորհակալ եմ, պարոն Խուդոյան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։ Կհանդիպենք։